Պարոն Կարապետյան, դուք խորհրդարանի մեկնարկից առաջ ոնց որ թե հանդիպում արդեն ֆրակցիայով ունեցել եք, որոշում ունեք արդյոք եք առաջադրելու փոխնախագահի պաշտոնի համար եւ հանձնաժողովների նախագահների հետ կապված։ Ընդհանուր այո, ունենք պատկերացում, վերջնական որոշումը տեղի կունենա հենց նիստից, ազգային ժողովի նիստից մի քանի ժամ առաջ ընդհանուր խմբակցության հանդիպման, այդպես է process-ը, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ։ Վերցնելու եք այդ պաշտոնները, այսինքն կան օրինակ կա մի քանի դիրքավորված ուղղություններ, որը վերահսկման համար բավական կարևոր է։ Դրանք հնարավոր է մենք վերահսկողության ֆունկցիա ունենալու համար իրանց գործերին հնարավոր է դիտարկենք վերցնել, բայց չեմ ուզում հանձնաժողովներից առաջնահերթությունը որոնք կլինեն։ Եթե ես այսօր ասեմ հանձնաժողովներից մեր համար առաջնահերթությունը, իրենք այդ հանձնաժողովը կվերցնեն։ Այդ իսկ պատճառով իրավականը վերցնեն եւ պաշտպանությունը հայտարարել են։ Խոսքի նման տրամադրություն։ Եթե հայտարարություն լիներ, կասեմ։ Հանձնաժողովարտակին հարաբերություն։ Այնպիսի հանձնաժողովներ պետք է լինի, որ վերահսկի իրանց գործողությունները։ Եվ պարոն Կարապետյան, Ոչ։ Պարոն Կարապետյան, երեք նաև վարչապետ անդրադարձավ Վիպարի Դերմեյանին կապված հետի եւ կառավարության արբիտրաժի հետ, մեղադրելով, որ ասելով, որ ձեր մարդն է եղել այդտեղ։ Ինչու հիմա հիշեց Դերմեյանին։ Ես չգիտեմ ով է մեր մարդը եղել։ Մեր մարդը մեր հայրենակիցներն են բոլոր հայրենակիցները, ովքեր ունեն պատիվ, ովքեր ունեն կամք, իրեն չէ ասելու, բոլորն են մենք բոլորս իրար համար կարևոր լավ մարդիկ ենք։ Թող անուն չդնի մարդկանց, այդ մարդիկ յուրաքանչյուր մարդ։ Ես իրա մասին առաջ անգամ լսել եմ, երբ որ իշքան հիշում եմ, հենց նույն երկրի վարչապետը հանդես էր եկել հայտարարությամբ, որ համաձայն չէր, թե այսպիսի բան էր տեղի ունեցել։ Այդ մարդու մասին ես լսել եմ այդ ժամանակ առաջի անգամ, որ մարդը համաձայնություն չի տվել իրավական ապօրինի գործընթացներին։ Ասում պետքա պարզել հասկանալ ձեր հետ Պետքա պարզել, այո, պետքա պարզել այս քննությունները, այս բոլոր քրեական գործերը իրա հետ ինչ կապ ունի, իրա ուղղորդման հետ ինչ կապ, պետքա պարզենք այս բոլորը։ Պետքա պարզենք, թե ինչու է գործ սարքում։ Եթե ուսումնասիրություն լինի, իրավաբանները ոչինչ չեն գտնի Կարապետյանների եւ Դրմեյանի հետ։ Կարող են հազարավոր մարդկանց նայել, չգիտեմ, ասենք Հայաստանը փոքր երկիր է, բայց մեր հետ կապված ես առաջ անգամ այդ մարդկանց մասին հետո իհարկե միասնության թևերով ինչքան իմացա տեխնացու էր մի քանի անգամ process-ների ժամանակ քաղաքական հանդիպել ենք ոնց որ չենք խոսել իրենց հետ առանձնազրույց չենք ունեցել բայց պարոն Թաթյանին տեսել եմ ինքն էլ հետն է եղել Պարոն Կարապետյան ասացիք որ Ադրբեջանի հետ սրել է հարաբերությունները Նիկոլ Փաշինյանը հավանաբար Արցախի բռնի հայաթափումը եւ օկուպացիան նկատի ունեք եւ ասացիք որ հիմա էլ այլ երկրի հետ 20 հարաբերությունները ինչ է կասում նոր պատերազմի մասին եք խոսում Ոչ, ավելի հակադրությունների խորացում, տնտեսական հակամարտություններ, պետք է լուծում ուրիշ ձև գտնվի։ Պատերազմ ոչ։ Պատերազմի ժամանակաշրջանը, ինչպես մենք նախընտրական շրջանում ասել ենք, ավարտվել է։ Պատերազմը թևակողել է այլ փուլ, հակամարտությունը կներեք։ Դա երկրի ներսում իրենք ունենան ազդեցություն հարևան երկիրը, մարդ բերեն այստեղ, իրենք ունենան տնտեսական ազդեցություն, շատեր է եղել հարևան երկրներում ու տեսել եք թե ինչ տարածաշրջանային տնտեսական ակտիվություն ու ազդեցություններ ունեն հարևան ազգերը։ Չեմ ուզում նշեմ, որպեսզի քաղաքական միջազգային հարաբերություններին առնչվող խնդրեմ չառաջանա, բայց կողքի երկրներ, որ այցելել եք տուրիստական նպատակով, հաստատ տեսել եք թե թուրքերը, ադրբեջանցիները ինչ խորությամբ են մտել։ Ինչքան է ներկայությունը, քանի 100,000 մարդ է ապրում արդեն այնտեղ։ Նույն իրավիճակը իրենց պլանավորում են այստեղ։ Հակամարտությունը ունի երկու փուլ։ Առաջի փուլը իրենց հետ հնարավոր է լինի այսպիսի խնդիր, որ իրենք խաղաղության պայմանով սկսեն տնտեսապես, դեմոգրաֆիկ Հայաստանում ներկայություն ունենալ, որը կբերի իրենց մասնակցությանը մեր քաղաքական դաշտում իրենց ներկայությանը, ազդեցության գոտի ձևավորվի Հայաստանը։ Երկրորդը, ինչ վերաբերում է այն երկրին, որի մասին դուք հարցնում եք, մեր երկրի առևտրաշրջանառության 65% այդ երկրի հետ է։ Շատ լավ է, որ հայկական խանութում, Ֆրանսիայում կա ծիրան, ես ուրախ եմ դրա համար։ Բայց այդ հայկական խանութի ծիրանի վաճառքը կհերիկի մեր բոլոր գյուղացիներին ապահովելով։ Մարդիկ տակ են դեռ չեն պատկերացնում։ Կա ուրիշ հետևանքներ։ Խնդիրը այն չէ որ մեկը ճիշտ է, մեկը սխալ։ Խնդիրը այն է որ պետք է ունենաս ինքնուրույն երկրի վայել քաղաքականություն, բայց լինես էմոցիոնալ կայուն կարողանաս պայմանավորվես, որովհետև մենք ինքնիշխան երկիր ենք։ Մենք
որևէ մեկը մեզ պարտական չէ, մենք է որևէ մեկին պարտական չենք։ Պետք է կարողանանք ճիշտ հարաբերություններ ձևավորենք։